փաստաբան խոչընդոտներ այստեղ։ Տիկին Ավետյան, դուք տեղեկություն եք ստապողության մեքենանում հավաքել։ Մեր նախնական տեղեկություններով Ղուկասյանն է։ Ինչ էր եղել։ Չունենք տեղեկություն, ուզում ենք, որ ներսից ինֆորմացիա ունենանք, հիմա արկելում են Փոստանջյանի մուտքը, թեև քաղաքապետը ինչ է։ Որպես փաստաբան, այո։ Ունի ուզում մարդը, ուզել է գրավոր դիմումով, հիմա չեն թողնում, որ մտնի ներգրավվի։ Բայց դա հնարավոր համարում եք, որ ճանապարհին օրինակ Փոստան գազգոմության ենթարկված։ Անկեղծ ասած, ես անձամբ այո համարում եմ։ Խնդրում եմ Նատասիկ Զարուհին իրեն ուզում տեսնել։ Քաղաքի միջնորդությունը ներկայացվել իգնոր հակակոռուպցիոն կոմիտեից Տեղակ չեմ, հիմա ուզում եմ տեղեկանամ, հրաժարվում են ներգրավել, դե հիմա չգիտեմ։ Քնիչը տեղյակ է դիմ։ Քնիչը, դուք ասացիք Սարգսյանը, բայց Սարգսյանը ասաց ես տեղեկություն չունեմ։ Սարգսյանը ով է։ Ձեր ասած։ Իմ ասած Սարգսյանը ով է։ Ինձ ասեք։ Ներեք դուք ասում եք քնիչը տեղյակ։ Հա, այստեղ ուրիշ քնիչներ կա, այդ որ քնիչն է։ Ձեր ասած Սարգսյանը։ Իմ ասած Սարգսյանը որ քնիչն է։ Պարոն Ղուկասյանի գործը վարող քնիչն է։ Ես չեմ իմանում ով է վարողը, ձեր ասած Սարգսյանը։ Հիմա ես ձեզ ցույց տամ պարոն Ղուկասյանի դիմումը, այդ Սարգսյանը։ Ես ձեր պետին եմ, այստեղ դուք հիմա ծառայություն եք, ես այստեղի պետին եմ ուզում տեսնել։ Եթե պայմանավորված չեք, չեք կարող։ Ես պայմանավորվել եմ ուզում, որպեսզի ես պետը ով է, ոնց չեք կարող։ Հիմա պաշտոնապես ես հայտարարում եմ, որ խոչընդոտվում է պարոն Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը, այսինքն հիմնարար իրավունքը, որը մարդու իրավունքն է, այդ իրավունքը հիմա իրենք խոչընդոտում։ Այո, հեսա դիմումը դրված։ Նոր մյուս փաստանմանն է ինձ ուղարկել, որ արդեն քնիչը տեղեկացված է։ Ներկայացնեմ ես իմ փաստաթղթերը, որ ինձ թույլ տան, բայց չեն թույլ տալիս։ կարող եք Սա դիմումը, նայեք, ես չգիտեմ։ գործելավոճ է դարձել, որովհետև առաջին դեպքը չի, որ փաստաբանին Միանշանակ, լավա չեն ասում, որ ես վկա եմ, քանի որ գործով դեպք էլ կար Լիլիթ Աղեկյանի հետ, հիշում եք, որ ասեցին, որ իբրև ես վկա եմ։ Այսինքն, եթե խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, դե մարդու հիմնարար իրավունքն էլ հարգեք, բա ինչի չեք հարգում այդ հիմնարար իրավունքը։ Հիմա ես պետք է ստիպված հանգ տամ ում մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կազմակերպություններին, եւս մեկ անգամ խայտառակեմ այս խայտառակությունը, ցույց տամ, որ ինչ խայտառակ համակարգ է։ Չնայած ամբողջ աշխարհում է այդպիսի համակարգը դարձել, այսինքն մարդու իրավունքները այլևս ոչ միտեղ չեն հարգվում, մենք տեսնում ենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, բայց այնուամենայնիվ մենք չենք լռելու։ Սա հիմնարար իրավունք է, որը պետք է հարգվի։ Եթե իրենք քննություն են կատարում, դա քննություն է կատարում ձեր իրավասությունների ներքո նախ կատարեք, այդ շոու պրոգրամաները ինչի եք մատուցում, այդ թատրոնները, քանի ժամ շարունակ։ Կարող եք հանգիստ հրավիրել հարցաքննության կամ նույնիսկ եթե ուզում եք քննչական գործողություն անեիք, այդ նույն քննչական գործողությունը պետք չէր վերել այսքան մարդ այստեղ հասցնել, այստեղ անել։ Կարող եք խնայեք պետական բյուջեի գումարները եւ Գյումրիում անցկացնեիք այդ ձեր քննչական գործողությունները։ Տրիբյունեի հարգելի հետևորդներ, ինչպես արդեն լսեցիք, փաստաբանի ներգրավմանը այս անգամ եւս խոչընդոտում են։ Զարուհի Փոստանջյանը իր խոսքում նշեց, որ ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն ոստիկանության աշխատակիցը նրան հայտնեց, որ հնարավոր չի։ Փաստաբանը եւս մեկ անգամ ֆիքսեց, որ սա փաստաբանական գործունեության խոչընդոտման դեպք է, նա ասաց, որ ստիպված է դիմել մարդու իրավունքների պաշտպանին։
Հիշեցնեմ, որ քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Գյումրիի համայնքապետի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարանը։ Հիմա զանգահարել եմ մարդու իրավունքների պաշտպանին, տեսնենք երբ են պատասխանելու։ Այս իրենք էլ են մեր գումարներից աշխատավարձ ստանում, տեսնենք ոնց են մեր իրավունքները պաշտպանում, քանի ժամ հետո կպատասխանեն, թե ոչ։ Բարի երեկո ձեզ, Զարուհին է Փոստանջան անհանգստացնում։ Խոչընդոտվում է իմ որպես փաստաբանի եւ իմ վստահորդի որպես պաշտպան ներգրավելու իրավունքը։ Ես հիմա այս պահին Երևանի այս կենտրոնում գտնվող հակակոռուպցիոն կենտրոնի մոտ եմ, կոմիտեի մոտ։ Իմ պաշտպանյալս վստահորդս գրել է դիմում, որպեսզի ինձ ներգրավեն, այստեղ ոստիկանները ասում են, մենք նման տեղեկություն չունենք եւ ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես ներգրավեմ քրեական բարույթով։ Որպես պաշտպան։ Ես մի հատ խոսում ու կապ հաստատեմ, Դե խնդրում եմ մի քիչ արագ, որովհետև ես տեղեկություններ ունեմ, որ իմ վստահորդս նաև առողջական խնդիր ունի, այստեղ նաև 2 անգամ շտապօգնության մեքենա է եկել։ Ձեր վստահորդը ով է։ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետը։ Ասեմ ձեզ, որ նաև ինքը մահափորձի է ենթարկվել տարիներ առաջ եւ առողջական խնդիրներ ունի, մենք կասկածներ ունենք, որ իր նկատմամբ արկա է վատ վերաբերմունք։ Դուք այսօր որպես պաշտպան պետք է ներգրավեք։ Այո, որպես պաշտպան։ Այո, թույլ չեն տալիս։ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծներ։ Հիմա մի հատ է զանգեն կեսրանց, դե փորձեցի, հիմա տեսնենք այս մյուս թեժ գիծս, այս մյուսների թեժ, այս հակակոռուպցիոնների թեժ գիծը տնանք աշխատում է։ Տիկին Փոստանջան, այսինքն ասում են քննիչից նման հրահանգ չունեք ձեզ ներս թողնելու։ Դե ասում են չէ, քննիչը տեղյակ չի։ Տեսեք, եթե իրենք արդեն իրենց գործողություններով նշում են, որ իրենք արդար չեն եւ օրինական չեն իրենց գործողությունները։ Եթե խնդիր ունեին առավոտվանից, հեչ պետք չէր, որ գային այդ գրավեին շենքը, այնտեղ վայրագություններ իրականացնեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին գույքը, այսինքն եթե անհրաժեշտ էր քննչական գործողություն կատարել, դրա համար կար օրենքով սահմանված կարգ։ Այդ կարգերը չեն պահպանել։ Հիմա եկել են այստեղ, բերել են ուշ ժամին, փաստորեն կարող ենք արձանագրել, որ առավոտվանից մինչև ուշ երեկո, ժամը քանիսն է հիմա, 8-ն է։ Այսինքն ուշ երեկո մարդիկ ոչ սնվել են, ոչ հանգստացել են, բայց եղել են այս բռնաճնշումների ներքո։ Հիմա ստե ինչ քննություն են անում, հայտնի չէ, որովհետև որևիցե կերպ կարիք չկար այստեղ հիմա բերել, այսքան երկար պահել։ Եթե խնդիր ունեն մարդուն կալանքի տանելու, ապա դրա համար շատ արագ ամեն ինչ կարելի էր անել, որը մենք հասկանում ենք, որ խնդիրը իրենց այդտեղ չէ։ Խնդիրը հենց բռնաճնշում գործադրելու մեջ է։ Դա ակնհայտ երևում է։ Ու այս վերջերս անընդհատ մենք առնչվում ենք նման դեպքերի։ Այսինքն ակնհայտ է, որ ոչ թե իրենք վարույթ են իրականացնում, ինչ որ բան պետք է բացահայտեն, այլ ոչ, իրենք իրականացնում են բռնաճնշում, բռնաճնշման գործընթաց։ Զուգադիպությամբ այսօր կրկին Ավարի նստավայրն է հերթապահ հայտնի Արմինե Մելիքսեթյանի, Մասիս Մելքոնյանի դատարանն է ենթադրվում։ Դե տեսեք, Արմինե Մելիքսեթյանը, ուրեմն ես ներեցեք մի քանի տարի առաջ էի այդ տիկնոջը ծանոթացել, այսինքն իր գործունեությանը, թե ինչպես էր նա բաց թողել մի անձնավորության, որը կատարել էր շատ վտանգավոր, այսինքն ապացուցված էր
վիդեոկամերաներով, որ նա կատարել է, այսինքն նենց չէր, որ ինչ-որ խոսակցության հիման վրա էր, ոչ հարակից ապացույցներով, հստակ ապացույցը կար, ոնց են գալիս, ինչ են անում, ոնց են անում, 2 հոգով, այդ թվում նաև կար այդ ընկերոջ նաև ցուցմունքը, տիկին այդ Արմինե Մելիքսեթյանը, այդ անձնավորությունը, որը նաև այլ հանցագործությունների մեջ էր մեղադրվում, բաց էր թողել կալանքից, բողոքարկեցինք վերաքննիչը կալանավորեց, այսինքն սա այն տիկիններից է, որովհետև ով որ այդ գործողությունը կատարել էր, աֆիլիացվում էր իշխանությունների հետ, այսինքն իշխանությունների համար հլուհունազան, ուղղակի նոտարի վավերացում կատարող անձնավորություն է սա։ Եվ մենք տեսնում ենք իր վարքագիծը եւ իր գործունեությունը, սա բացարձակ մենք նախորդ իշխանությունների ժամանակ էլ էինք հանդիպել անարդար դատական ակտերին, դատավորներին, դրանցից շատերը նաև շարունակեցին մնալ համակարգում, բայց հիմա այս նորերը, այսպես ասած, նոր սերունդը, ավելի մոդիֆիկացված տարբերակներն են այդ ամեն ինչի եւ մենք ուղղակի բայց մի օր գալու է հատուցման պահը։ Այս նույն մարդիկ պետք է այդ հատուցման պահի հետ առնչվեն։ Եվ հենց այն, գիտեք ինչ, ես հավատացյալ մարդ եմ։ Այո, հավատում եմ, որ անեծքներն էլ են տեղ հասնում։ Այդ նույն Արմինեին անիծել են։ Այսինքն այդ անեծքը հասնելու է տեղ։ Հիմա եթե իրեն են դրել որպես սրտի դատավոր այս գործով, թող մտածի, որ անեծքները շատ լավ հասնելու են տեղ։ Ուղղակի այդ դատարանն է երթապահ, հնարավոր է գուցե Մասիս Մելքոնյան։ Գիտեք ինչ, Մասիս Մելքոնյանն էլ մի ես հիմա տեսեք ես իրենց ճանաչում եմ իրենց քաղաքական գործերով, բայց նաև ճանաչում եմ այլ գործերով։ Այս նույն Մասիս Մելքոնյանը մի մարդու, որին ծեծելով դաժանաբար հասցրել է մահվան, այդ ով որ դա կատարել է, դրան մի օր ազատազրկման պատիժ չի տվել։ Այդ գործը հիմա վերաքննիչ դատարանում քննվում է։ Այսինքն տեսեք մի դեպքում այս մարդկանց տալիս են արտոնություններ, այսինքն քաղաքական գործերով ինչ ուզում են իրենց ասածով անում են, մնացած գործերով են իրենք արտոնություն են ստանում, այսինքն մենք ունենում ենք դրա համար համատարած տեսնում ենք սպանությունները ինչ քանակի են հասել Հայաստանի Հանրապետությունում։ Ես մի գործ ունեմ, դիմել եմ այս հակակոռուպցիոն կոմիտեին, քանի հատ հաղորդումներ եմ ներկայացրել։ Այդ կոռուպցիան, որ վխտում է բժշկական համակարգում, բուժաշխատողների շրջանում, կոռուպցիան վխտում է, որևիցե գործ չեմ հարուցում։ Որովհետև այդտեղ պետք չի, այդտեղ իրանք հետաքրքրություն չունեն, իրենց քաղաքական հետաքրքրությունները քաղաքական պատվերի մեջ է։ Հիմա իրանց թեժ գծին զանգենք տենանք կան, հա, տեսնենք թեժ գիծ ունեն։ Էսա։ Չի բացառվում։ Որտեվ տևական ժամանակ երկրորդ բրիգադն է։ Գիտեք, չէ։ Մենք չենք կարող բացառել, որովհետև զանգահարել եք հակակոռուպցիոն կոմիտե ոչ աշխատանքային ժամին։ Խնդրում եմ զանգահարել աշխատանքային օրերին։ Առավոտյան ժամը 9-ից իրանք էլ չեն աշխատում, բայց այդտեղ աշխատում են։ Ասում են աշխատանքային ժամից զանգահարեք, սա էլ իրանց աշխատանքն է։ Հա։ Որ ասում եմ, որ կրել եմ, որ կալանքի միջնորդություն է ներկայացել 3 ամսով։ Բայց մարդը դեռ տեղափոխեն դատարան։ Տիկին Փոստանջյան, այստեղից միայն այս մոտ։ Չէ, հիմա դեռ պետք է դատարանը որոշի, իրանք ներկա միջնորդություն են ներկայացրել, բայց դատական ակտ պետք է լինի։ Միայն այս մոտն է Տիկին Փոստանջյան։ Չգիտեմ, երևի թե։ Սպասենք տենանք բանը։ Գալիս են հիմա այստեղ։ Չգիտեմ, սպասենք։ Իրանք ինչ ասեն։